Երբ 1991 թվականի օգոստոսի 3-րդ օրը Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցու դռները բացվեցին, քահանաները անսպասելի տեսարան տեսան։ Հարսը մաքուր սպիտակ զգեստով աղոթում էր մենակ։ Փեսան ուշանում էր։ Ոչ թե 10 կամ 20 րոպե, 3 ժամ։ Երբ Մոնթե Մելքոնյանը վերջապես առաջացավ եկեղեցու շեմին, նրա ձեռքին դեռ զենք կար, համազգեստը փոշու ծածկած, իսկ աչքերի տակ մաշված գծեր։ Նա խամրեց անմիջապես մոտենալուց։ Սեդան ժպտաց։ Ինչու է նա ժպտում, երբ ամբողջ զինվորական շտաբը գիտի, որ Մոնթեն այդ առավոտ փախել է մահից։ Ինչու է այս կինը համաձայնվել ամուսնանալ մարդու հետ, ով կարող է չվերադառնալ յուրաքանչյուր առավոտ։ Եվ ինչպես է հնարավոր, որ այդ օրը, երբ Արցախում յուրաքանչյուր հրետակոծում սպանում էր հայ զինվորների, նրանք երդվեցին սիրել միմյանց մինչև մահ։ Երբ 1991 թվականի օգոստոսի 3-րդ օրը Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցու դռները բացվեցին, քահանաներն անսպասելի տեսարան տեսան։ Հարսը մաքուր սպիտակ զգեստով աղոթում էր մենակ։ Փեսան ուշանում էր։ Ոչ թե 10 կամ 20 րոպե, 3 ժամ։ Երբ Մոնթե Մելքոնյանը վերջապես առաջացավ եկեղեցու շեմին, նրա ձեռքին դեռ զենք կար, համազգեստը փոշու ծածկած, իսկ աչքերի տակ մաշված գծեր։ Նա խամրեց անմիջապես մոտենալուց։ Սեդան ժպտաց։ Ինչու է նա ժպտում, երբ ամբողջ զինվորական շտաբը գիտի, որ Մոնթեն այդ առավոտ փախել է մահից։ Ինչու է այս կինը համաձայնվել ամուսնանալ մարդու հետ, ով կարող է չվերադառնալ յուրաքանչյուր առավոտ։ Եվ ինչպես է հնարավոր, որ այդ օրը, երբ Արցախում յուրաքանչյուր հրետակոծում սպանում էր հայ զինվորների, նրանք երդվեցին սիրել միմյանց մինչև մահ։ Արդյոք մարդ կարող է սիրել, երբ մահը քայլում է նրա հետևից։ Ահա այն հարցերը, որոնց պատասխանը կգտնեք այսօր։ Բայց սկզբից պետք է վերադառնանք հին Բեյրութ, քանի որ այնտեղ 1978 թվականին ամեն ինչ սկսվեց։ Բեյրութի ամերիկյան համալսարանը երբեք չէր եղել անվտանգ վայր։ 1978 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմը արդեն ոչնչացրել էր քաղաքի կեսը, բայց համալսարանի դասասենյակները դեռ լի էին երիտասարդներով, ովքեր հավատում էին կրթությանը, թեև դրսում մարդիկ սպանում էին միմյանց։ Այստեղ էր, որ 15 տարեկան Սեդա Գպրանյանը առաջին անգամ տեսավ 21 տարեկան Մոնթե Մելքոնյանին։ Նա կանգնած էր գրադարանի անկյունում, կարդում էր հին պարսկերեն գրքերից մեկը, իսկ նրա քսակը նշագրված էր դրվագներով, որոնք ուրիշները չէին կարող նույնիսկ հասկանալ։ Սեդան խոսեց նրա հետ պատահականորեն։ Նրանք երկուսն էլ ուսումնասիրում էին Մերձավոր Արևելքի պատմությունը։ Մոնթեն խոսեց արագ, կտրուկ, շատ մանրամասն, որպես մասնագետ, իսկ Սեդան լսում էր ուշադիր։ Նա ապշեցած էր նրա հանրագիտության և կենտրոնացվածության սանձազերծությամբ։ Բայց ավելի քան դա, նա տեսավ մի բան, ինչ ուրիշները չէին տեսնում։ Մոնթեն խոսում էր պատմության մասին, որպես թե դա ներկա լիներ, որպես թե յուրաքանչյուր դարձ անցյալում կապված լիներ ապագայի գործողության հետ։ Երբ նրանք հեռացան միմյանցից, Սեդան չհասկացավ դեռևս, որ նա հենց նոր հանդիպել էր իր ճակատագրին։ Հաջորդ 3 տարիների ընթացքում նրանց հանդիպումները դարձան ավելի հաճախակի։ Մոնթեն միշտ քիչ էր խոսում իր անձնական կյանքի մասին, բայց այն, ինչ նա կիսում էր, բավարար էր հասկանալու, նա այլ աշխարհից էր։ Նա արդեն մասնակցում էր Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը, գնում էր պարեկային գիշերները, վարժեցնում էր երիտասարդներին։ Երբ Սեդան ծնողները հարցնում էին, թե ինչու է նա անցկացնում ժամանակ այս անհանգիստ հայի հետ, նա պատասխանում էր անորոշ։ Նրանք ընկերներ էին, բայց դա խոսքի իսկական իմաստով ընկերություն չէր։ Սեդան զգում էր, որ ամեն անգամ, երբ Մոնթեն խոսում է հայրենիքի մասին, նրա ձայնը փոխվում է։ Այս զգացմունքը դարձավ ավելի ուժեղ 1981 թվականից հետո, երբ Մոնթեն անհետացավ։ Սեդան գիտեր, որ նա գնացել է, բայց դեպի ուր։ Նա սպասեց։ Տարիներ։ Երբեմն գալիս էր նամակ, կարճ, գրեթե գաղտնիքային, բայց Սեդան գիտեր, Մոնթեն ապրում է։ Այս լռության տարիները Սեդային սովորեցրին սպասելու։ Իսկ արդյոք կարելի է սիրել մարդու, ում չես տեսնում տարիներ շարունակ։ Ով չի կարող ասել, թե որտեղ է կամ ինչ է անում։ Այս հարցը դեռ չուներ պատասխան։ 1985 թվականի նոյեմբերի 12-ը Փարիզի օդանավակայանում Մոնթե Մելքոնյանը ձերբակալվեց կեղծ իսպանական անձնագրով։ Նա ճամփորդում էր ուրիշի անունով, իսկ նրա իրավիճակը պատճառ դարձավ համաշխարհային լրատվամիջոցների հետաքրքրության։ Ֆրանսիական իշխանությունները մեղադրեցին նրան ահաբեկչության գործակցության մեջ։ Մոնթեն տարվեց Պուասի բանտ։ Երբ Սեդան լսեց այս լուրը, նա անմիջապես ճամփեց դեպի Փարիզ։ 15 տարեկանից ի վեր նա սպասում էր պահի, երբ կարողանալու է լինել Մոնթեի կողքին։ Այժմ, երբ նա բանտարկված էր, նա հանկարծ հասկացավ, սա իր կյանքի առաջադրանքն է։
Նա չէր հարցնում, թե ինչու Մոնթեն էր բանտում։ Նա չէր փնտրում բացատրություններ։ Նա պարզապես գնաց։ Բանտարկության տարիները դարձան Սեդայի համար փորձություն, որը նա անցավ անշեղորեն։ Պուասի բանտը Փարիզից 2 ժամ հեռավորության վրա է, բայց Սեդան կազմակերպեց իր կյանքը այնպես, որ կարողանար այցելել Մոնթեին յուրաքանչյուր թույլատրված օր։ Այցելությունները խստորեն սահմանափակ էին։ Նա թույլ ունեին խոսել 1 ժամ միայն ֆրանսերեն, միայն ապակու պատի միջոցով։ Մոնթեն չէր կարող դիպչել նրա ձեռքին, բայց դա բավարար էր։ Նրանք խոսում էին գրքերի մասին, քաղաքականության մասին, հին պատմությունների մասին։ Սեդան բերում էր նրան գրքեր։ Մոնթեն ընթերցում էր անընդհատ։ Նամակները, որոնք նա ուղարկում էր, երբեմն նման էին ակադեմիական վերլուծություններին, լի փիլիսոփայական մտորումներով եւ լեզվաբանական դիտարկումներով։ Բայց Սեդան գիտեր, թե որտեղ փնտրել ճշմարտությունը։ Նամակների վերջում երբեմն մեկ նախադասությամբ Մոնթեն գրում էր. «Շնորհակալ եմ, որ կաս»։ Ինչու է մի կին սպասում 4 տարի մարդու, ով նույնիսկ չի կարող խոստանալ ապագա։ Սեդայի ընտանիքը եւ ընկերները հարցնում էին, նրանք չէին հասկանում, բայց Սեդան գիտեր, որ այս հարցերը անիմաստ են։ Նա ընտրել էր։ Երբ մարդ ընտրում է հավատարմությունը, նա ընտրում է ապրել հավատով, ոչ թե հարցերով։ Նա ապրում էր հույսով, որ Մոնթեն կազատվի։ Բայց նույնիսկ եթե նա չազատվեր, Սեդան արդեն գիտեր, որ նրա կյանքը կապված է Մոնթեի հետ։ 1985 թվականի նոյեմբերի 12-րդ օրը Փարիզի օդանավակայանում Մոնթե Մելքոնյանը ձերբակալվեց կեղծ իսպանական անձնագրով։ Նա ճամփորդում էր ուրիշի անունով, իսկ նրա ձերբակալությունը դարձավ համաշխարհային լրատվամիջոցների հետաքրքրության առարկա։ Ֆրանսիական իշխանությունները մեղադրեցին նրան ահաբեկչության գործակցության մեջ։ Մոնթեն տարվեց Պուասի բանտ։ Երբ Սեդան լսեց այս լուրը, նա անմիջապես ճամփեց դեպի Փարիզ։ 15 տարեկանից ի վեր նա սպասում էր պահի, երբ կարողանալու է լինել Մոնթեի կողքին։ Այժմ, երբ նա բանտարկված էր, Սեդան հանկարծ հասկացավ, սա իր կյանքի առաջադրանքն է։ Նա չէր հարցնում, թե ինչու Մոնթեն էր բանտում։ Նա չէր փնտրում բացատրություններ, նա պարզապես գնաց։ Արդյոք այս կինը գիտեր, որ նա հետևելու է Մոնթեի դեպի այն վայրը, որտեղ մահը կլինի մշտական հյուրը։ 1989 թվականին Մոնթեն ազատ արձակվեցին։ Իրավական բարդություններից հետո ֆրանսիական իշխանությունները չկարողացան ապացուցել հիմնական մեղադրանքները։ Մոնթեն դուրս եկավ բանտից փոխված մարդ։ Նրա աչքերը ավելի խորն էին, նրա լռությունները ավելի երկար։ Բայց մի բան չէր փոխվել։ Երբ նա տեսավ Սեդային առաջին անգամ ազատության մեջ, նա ասաց. «Շնորհակալ եմ, որ սպասեցիր»։ Ոչինչ ավելին։ Բայց Սեդան գիտեր, որ այս 3 բառերն էին ամենակարևորը, ինչ Մոնթեն երբևէ կարող էր ասել։ 1989 թվականի վերջին Մոնթե Մելքոնյանը ժամանեց Հայաստան։ Նա օգտագործեց կեղծ անձնագիր, քանի որ հայկական իշխանությունները դեռևս չէին վստահում նրան ամբողջովին։ Նա ժամանեց երկիր, որը գտնվում էր քաոսի եզրին։ Խորհրդային միությունը փլչվում էր, էներգիայի եւ սննդի պակասը դարձել էր ամենօրյա իրականություն, իսկ Արցախում սկսվել էր պատերազմը։ Մոնթեն անմիջապես գնաց դեպի Արցախ։ Նա չէր խոսում իր անցյալի մասին, նա չէր խոսում Բեյրութի, Փարիզի կամ ուրիշ վայրերի մասին, որտեղ նա եղել էր։ Նա պարզապես սկսեց աշխատել։ Նա վարժեցնում էր զինվորների, կազմակերպում մարտական գործողություններ, ստեղծում մարտավարական պլաններ։ Շուտով նա դարձավ առաջնագծի հրամանատար։ Ներքին գծի զինվորները գիտեին, որ երբ Մոնթեն կա կողքին, դրանք ունեն հույսի շանս։ Նա դեռևս խոսում էր քիչ, բայց նրա գործողությունները խոսում էին հզոր։ Սեդան չմնաց ետենաց ետևում։ 1991 թվականի գարնանը նա հասավ Հայաստան։ Երբ նա առաջին անգամ տեսավ Երևանի փողոցները, այդ ժամանակ լուսազրկման եւ ջերմուկի պակասով նա չարտահայտեց բողոք։ Նա պատրաստվում էր կյանքի, որը նա ընտրել էր։ Բայց երբ նա առաջին անգամ գնաց դեպի Արցախ եւ տեսավ ռմբակոծված գյուղերը, աղետազերծ հիվանդանոցները եւ զինվորներին, ովքեր քնում էին փոշոտ խրամատներում, նրա սիրտը սեղմվեց։ Ոչ թե վախից, այլ գիտակցումից, որ նա մտել է աշխարհ, որտեղ մահը տիրապետում է։ Բայց նա չվերադարձավ։ Նա գտավ Մոնթեին Մարտունիում, եւ երբ նրանք հանդիպեցին վերջապես քաոսի մեջ, Մոնթեն խոսեց շատ հարցադրող։ «Դու համոզված ես»։ հարցրեց նա։ Սեդան պատասխանեց լռությամբ, որը հավասարազոր էր հաստատմանը։ 1991 թվականի ամռանը, երբ Արցախի իրավիճակը դարձավ ավելի դաժան, Մոնթեն որոշեց, որ ժամանակն է ամուսնանալու։ Շատերը զարմացան։ Ինչու՞։ Հենց հիմա, երբ նա գտնվում է մշտական մահվան սպառնալիքի տակ։ Ինչու՞։ Հենց հիմա, երբ նա գիտի, որ կարող է մեկնել առաջադրանքի եւ չվերադառնալ։ Բայց Մոնթեն ուներ իր պատճառները։
Նա ցանկանում էր, որ Սեդան դառնար իր ընտանիքի մաս, ոչ թե որպես ընկեր, այլ որպես կին, որpիսի եթե ինչ-որ բան պատահի, նա ունենա ամբողջ իրավունքը լինել Մելքոնյանների ընտանիքի անդամ։ Սեդան ընդունեց առանց վարանելու։ Նա գիտեր, որ Մոնթեի առաջարկը ոչ թե ռոմանտիկ էր, այլ պրակտիկ, բայց դա նշանակում էր, որ նա վստահում է նրան ամենալուրջ առումով։ Հարսանիքի օրը, օգոստոսի 3-րդ, Մոնթեն ուշացավ 3 ժամ։ Նա եղել էր առավոտյան առաջադրանքի, եւ թուրքական ուժերի հետ ցամաքային մերձամարտից հետո նա հազիվ հասցրեց վերադառնալ։ Երբ նա ներս մտավ եկեղեցի, համազգեստը փոշոտ էր, իսկ դեմքը հոգնած։ Սեդան նայեց նրան եւ ժպտաց։ Քահանան, որը սկզբում դժգամությամբ էր նայում այս տատօրինակ զույգին, հանկարծ հասկացավ, որ նա ականատես է մի բանի արտակարգ։ Երբ Մոնթեն եւ Սեդան դիրքավորվեցին խորանի առջև, նրանց շուրջը մարդիկ էին, ովքեր գիտեին, որ պատերազմը դեռ շարունակվում է դրսում։ Հարսանիքը խոսք առ խոսք երթում էր ոչ թե երջանկության, այլ հավատարմության։ Երբ Մոնթեն դրեց մատանին Սեդայի մատին, նրա ձեռքը դողում էր, ոչ թե էմոցիաներից, այլ հոգնածությունից։ Բայց նա արեց դա զգույշ եւ հաստատուն։ Հարսանիքից հետո նրանք չունեին մեղրամիս։ Նրանք վերադարձան Մարտունի, որտեղ Սեդան սկսեց ապրել զինվորական Լիբանանում, հաճախ խրամատներին շատ մոտ։ Նա օգնում էր զինվորներին, խնամում վիրավորներին, կազմակերպում սննդի բաշխումը։ Նա չբողոքեց երբեք։ Նրա համար այս ամուսնությունը նշանակում էր ոչ թե ստանալ, այլ տալ։ Եվ Մոնթեն գիտեր դա։ Երբեմն, երբ նա վերադառնում էր առաջադրանքից, նա նստում էր Սեդայի կողքին լռում։ Նրանք խոսում էին քիչ, բայց նրանց լռությունը լի էր փոխըմբռնմամբ, որը բառերը երբեք չէին կարող հասցնել։ Ինչպես է ապրում ընտանիքը, երբ ամեն օր կարող է դառնալ վերջինը։ Ինչպես է կինը ժպտում, երբ նրա ամուսինը գտնում է մարդ եւ կարող է չվերադառնալ։ Եվ արդյոք Սեդան երբևէ զղջաց իր ընտրության համար, երբ նա կանգնում էր Մարտունու փոշոտ փողոցներում, սպասելով Մոնթեի, տեսնել, թե արդյոք նա վերադարձավ։ Ընտանիքի անդամները երբեք չխոսեցին հրապարակավ այն մասին, թե ինչ գիտեին Մոնթե Մելքոնյանի իրական կյանքի մասին։ Նրանք պահպանում էին լռություն տասնամյակներ շարունակ։ Բայց 1993 թվականից հետո, երբ ցավը դարձավ չափելի, Մոնթեի եղբայրը Մարգարը համաձայնեցավ խոսել առաջին անգամ։ Նա պատմեց մի բան, ինչը ոչ ոք չգիտեր։ Հորարսանիքից ընդամենը 3 օր առաջ Մոնթեն նստել էր նրա հետ Երևանում եւ ասել էր հանգիստ ու հստակ. Եթե ես չվերադառնամ, Սեդան պետք է իմանա, նա ընտանիքի մասն է, ոչ թե հյուր, ոչ թե օտար։ Նա պետք է ունենա անունը, իրավունքները, ամբողջ պատասխանատվությունը։ Մարգարը հարցրեց. ինչու է Մոնթեն խոսում այսպես։ Կարծես նա արդեն գիտի, որ մահը մոտ է։ Մոնթեն պատասխանեց լռությամբ, որը նշանակում էր նա գիտեր ավելին, քան կարող էր ասել։ Մարգարը հիշում է, որ Մոնթեն այդ երեկո երկար նայեց լուսամուտից դուրս դեպի Երևանի մթնշաղային փողոցները, որտեղ մարդիկ քայլում էին մութ սենյակների դեպի, քանի որ էլեկտրականությունը կտրված էր։ Նա ասաց. Սեդան իմանում է, թե ինչի մեջ է մտնում։ Բայց ես պետք եմ համոզված, որ եթե ես չկամ, նա չի մնա անպաշտպան։ Արդյոք սա էր սերը Մոնթեի խելքում։ Ոչ թե խոստումներ, ոչ թե երազանքներ, այլ պաշտպանություն, նույնիսկ մահից հետո։ Եղբայրը պատմում է, որ երբ Մոնթեն վերջապես ամուսնացավ, նա չփոխեց վարքագիծը։ Նա չխոսեց ավելի շատ, չժպտաց ավելի հաճախ, չդարձավ ավելի մեղմ։ Նա շարունակեց ապրել այնպես, ինչպես ապրել էր նախկինում, ամեն օր արթնանալով 5 ժամին առավոտյան, վարժվելով, պլանավորելով գործողություններ, ուսումնասիրելով քարտեզներ։ Բայց Սեդայի ներկայությունը փոխեց մի փոքր բան նրա ռիթմում։ Երբ նա վերադառնում էր առաջադրանքից եւ տեսնում էր նրան սպասելիս, նա կանգ էր առնում մի վայրկյանի համար, նայելով նրան այնպես, կարծես հաշվարկելով, թե արդյոք նա դեռ այնտեղ է, արդյոք նա իրական է։ Մարգարը ասում է. Մոնթեն երբեք չէր վստահում մարդկանց հեշտությամբ, բայց Սեդայի հետ նա թույլատրեց պահը։ Երբ նա նրա հետ էր, նա թույլ էր տալիս իրեն լինել մարդ, ոչ թե զինվոր։ Բայց ընտանիքի մյուս անդամները տեսան նաև ուրիշ բան։ Սեդան չփորձեց երբեք փոխել Մոնթեին։ Նա չխնդրեց, որ նա հեռանա առաջադրանքներից, չպահանջեց անվտանգություն, չբողոքեց, երբ նա մեկնում էր գիշերվա մեջ անհայտ ուղություններով։ Նա ընդունեց նրան այնպիսին, ինչպիսին նա էր, մարդ, ով պատկանում էր հայրենիքին, ոչ թե նրան։ Եվ հենց դա էր, որ Մոնթեն ամենաշատն էր գնահատում։ Նա մի անգամ ասաց Մարգարին. Սեդան չի փորձում ինձ փրկել, նա պարզապես կա կողքիս։ Երբ Մոնթեի մայրը Սերինան առաջին անգամ տեսավ Սեդային Մարտունիում, նա զարմացավ։ Սերինան ակնկալում էր տեսնել կոտրված կին, վախեցած եւ անհանգիստ։ Փոխարենը նա տեսավ հանգիստ ու կենտրոնացված կին, ով օգնում էր վիրավորներին առանց արտահայտելու թուլություն։
Սերինան ասաց. Ես չէի հասկանում, թե ինչպես է այս աղջիկը կարող տոկալ այստեղ, երբ ամեն օր ռմբակոծումներ են լսվում։ Բայց հետո ես նկատեցի, որ նա նայում էր Մոնթեին այնպիսի հայացքով, ինչպիսին ես երբեք չեմ տեսել։ Դա չէր սերը, որը մենք տեսնում ենք ֆիլմերում։ Դա էր հավատարմությունը, որը ուժեղ է, քան վախը։ Ընտանիքը հասկացավ, որ Սեդան ընտրել էր դժվար ճանապարհը գիտակցաբար։ Նա չհետևեց Մոնթեին պատահականորեն, նա չընկավ սիրո մեջ անմտորեն։ Նա որոշեց, որ կարողանում է տոկալ ցավը, որը գալիս էր այս ամուսնությունից, եւ դեռ մնալ ուղիղ։ Բայց արդյոք նա գիտեր, թե որքան ծանր կլինի այդ ցավը։ Արդյոք նա պատկերացնում էր, թե ինչ է նշանակում սпасել մարդու, ով կարող է չվերադառնալ յուրաքանչյուր օրվա վերջում։ Ընտանիքի խոստովանությունները բացահայտում են նաև մի ուրիշ փաստ։ Մոնթեն չխոսեց երբեք Սեդայի հետ ապագայի մասին։ Նա չխոստացավ երեխաներ, նա չպլանավորեց տուն, նա չնկարագրեց կյանք պատերազմից հետո։ Ամեն բան, ինչ նա արեց, էր ներկա ժամանակում։ Սեդան հարմարվեց այս ռեժիմին։ Նա չհարցրեց, երբ կվերջանա պատերազմը։ Նա չքննարկեց. ինչ կանենք, երբ այս ամենը անցնի։ Նա ապրում էր օրվա մեջ, ինչպես Մոնթեն։ Արդյոք կարելի է ապրել այսպես, առանց հույսի, առանց երազանքի, միայն այժմի ներկայության մեջ։ Եվ եթե այո, ապա ինչ է պահում մարդուն կենդանի, երբ նա գիտի, որ յուրաքանչյուր օր կարող է լինել վերջին։ Մարտունիում գոյություն ունեին վայրեր, որոնց մասին պաշտոնական պատմությունները չեն խոսում։ Խրամատների ներքևում, հողի տակ, քանի որ ադրբեջանական հրետանու հասանելիության մեջ էր, կային փոքր ստորգետնյա հարկեր, որտեղ հրամանատարները պլանավորում էին գործողությունները։ Այս վայրերում չկար էլեկտրականություն, միայն մոմ էր։ Օդը խիտ էր ծխից, հողային հոտից, անձրևից եւ քրքումից։ Մոնթե Մելքոնյանը անցկացնում էր այնտեղ ժամեր շարունակ, ուսումնասիրելով քարտեզներ, ավելացնելով նշումներ, քննարկելով տեղաշարժեր հանրապետականի հետ։ Եվ Սեդան գիտեր այդ վայրերի մասին։ 1992 թվականին, երբ Մոնթեն բացակայեց 3 օր անընդմեջ, Սեդան որոշեց գնալ նրան փնտրելու։ Զինվորները, ովքեր պահպանում էին մուտքը դեպի ստորգետնյա հարկերը, Սկզբում խոչընդոտեցին նրան։ նրանք ասացին. «Դուք չեք կարող մտնել այստեղ, սա սահմանափակ գոտի է»։ Բայց Սեդան պատասխանեց հանգիստ. «Ես Մոնթեի կինն եմ։ Եթե նա այնտեղ է, ես գիտեմ, որ նա մոռացել է ուտել»։ Նրանք թույլ տվեցին նրան անցնել։ Երբ Սեդան իջավ անջրպետային աստիճանով եւ մտավ նեղ ստորգետնյա սենյակ, նա տեսավ Մոնթեին նստած քարտեզների վրա։ Նրա աչքերը կարմիր էին անկլությունից, իսկ նրա ձեռքերը դողում էին հոգնածությունից։ Երբ նա նկատեց Սեդային, նա չարտահայտեց զարմանք։ Նա պարզապես ասաց. «Ինչու եկար այստեղ»։ Սեդան դրեց նրա առջև հացը եւ պանիրը, որ բերել էր, եւ ասաց. «Քանի որ դու չես վերադառնում, ես եկա քեզ մոտ»։ Մոնթեն նայեց նրան երկար։ Հետո նա վերցրեց հացը եւ սկսեց ուտել լռության մեջ։ Բայց նրա աչքերը ասացին ավելին, քան նա երբևէ կարող էր ասել բառերով։ Վկաները, ովքեր ներկա էին այդ օրը, պատմում են, որ Սեդան մնաց այնտեղ ավելի քան 1 ժամ։ Նա նստեց խրամատի անկյունում, լռելով, պարզապես լինելով նույն տարածքում, որտեղ Մոնթեն էր։ Նա չխանգարեց նրան, չհարցրեց ոչինչ, չբողոքեց։ Նա պարզապես էր։ Եվ դա բավարար էր։ Այդ պահից հետո զինվորները հասկացան, որ Սեդան Մելքոնյանը ոչ թե հյուր էր այս պատերազմում, նա մասն էր։ Նրանք սկսեցին նրան վերաբերվել այլ կերպ, ոչ որպես հրամանատարի կնոջը, այլ որպես մարդու, ով ընտրել էր նույն ճանապարհը, որը նրանք ընտրել էին։ Մի անգամ մի զինվոր ասաց. «Երբ մենք տեսանք, որ Սեդան աշխատում է վիրավորների հետ առանց վախի, առանց բողոքի, մենք հասկացանք, որ Մոնթեն ընտրել է ճիշտ կինը»։ Բայց այդ ստորգետնյա հարկերում, որտեղ մոմերը շարժվում էին քամուց եւ հողի հոտը խորթացնում է շնչառությունը, Սեդան հասկացավ նաեւ ուրիշ բան։ Մոնթեն ապրում էր աշխարհում, որտեղ ամեն ինչ անորոշ էր։ Նա չգիտեր, թե որ ռազմական գործողությունը կլինի վերջինը, որ թունելը կդառնա նրա գերեզմանը, որ առավոտը նա չի արթնանա։ Եվ Սեդան հասկացավ, որ եթե նա ցանկանում է մնալ նրա կողքին, նա պետք է ընդունի այս անորոշությունը։ Ոչ թե պայքարել դրա դեմ, ոչ թե փորձել փոխել դա, այլ ընդունել։ Բայց արդյոք կինը կարող է իսկապես ընդունել, որ նրա ամուսինը գնում է դեպի մահը յուրաքանչյուր օր։ Եվ եթե նա ընդունում է, ապա ի՞նչն է այն գինը, որը նա վճարում է իր սրտում ամեն օր, ամեն գիշեր, ամեն սպասման վայրկյանում։ Նրանք պատմում են, որ Սեդան երբեք չցույց տվեց վախը։ Նա երբեք չլաց հրապարակավ, երբեք չհարցրեց, երբ կվերջանա այս ամենը։ Բայց գիշերները, երբ Մոնթեն բացակայում էր, վկաները լսում էին նրա քայլերը սենյակում, անընդհատ շարժումը։
Կարծես նա չէր կարող հանգստանալ, քանի դեռ Մոնթեն չէր վերադարձել։ Մի անգամ մի կին, ով ապրում էր նույն տան, որտեղ Սեդան էր մնում, ասաց. Սեդան արթուն էր մնում մինչև Մոնթեի վերադառնալը։ Երբեմն դա 1 գիշեր էր, երբեմն 3։ Բայց նա ինչ չասաց։ Նա պարզապես սպասում էր։ Այս սպասումը դարձավ Սեդայի կյանքի կենտրոնը։ Նա չէր կարող պլանավորել ոչինչ, քանի որ Մոնթեն կարող էր մեկնել ցանկացած պահի։ Նա չէր կարող հանգստանալ, քանի որ յուրաքանչյուր լռություն կարող էր նշանակել վատ լուր։ Նա ապրում էր սուր լարվածության մեջ, որը երբեք չթուլանում էր։ Բայց նա չբողոքեց։ Արդյոք սա սերն է, թե զոհողությունը, կամ երկուսն էլ միասին, անտարբերելի միմյանցից։ 1993 թվականի ապրիլին Մոնթե Մելքոնյանի վարքագիծը փոխվեց։ Վկաները պատմում են, որ նա դարձավ ավելի լուր, ավելի կենտրոնացված։ Կարծես իր ներսում նա գիտեր, որ մի բան մոտենում է։ Նա անցկացնում էր ավելի քիչ ժամանակ տանը եւ ավելի շատ առաջին գծում։ Երբ նա վերադառնում էր Մարտունի, նա նայում էր Սեդային ավելի երկար, ավելի թափանցիկ։ Կարծես նա փորձում էր արձանագրել նրա դեմքը, քանի դեռ կարողանում էր։ Մարգար Մելքոնյանը, ով այն ժամանակ նույնպես Արցախում էր, ասում է. Ապրիլի վերջին Մոնթեն խոսեց ինձ հետ մենակ։ Նա ասաց, որ զգում է, որ մի բան եկել է։ Ես հարցրի. Ինչ բան։ Նա պատասխանեց. Ես չգիտեմ, բայց ես պետք է պատրաստ լինեմ։ Մարգարը հարցրեց, թե ինչպես կարելի է պատրաստ լինել մահվան։ Մոնթեն ասաց. Դու պատրաստ ես, երբ դու ամեն ինչ արել ես, ինչ կարող է իրողեիր, եւ երբ դու գիտես, որ քո մարդիկ կշարունակեն առանց քեզ։ Բայց Մարգարը նկատեց, որ Մոնթեն չխոսեց Սեդայի մասին։ Կարծես այդ թեման չափազանց ցավոտ էր նույնիսկ հիշելու համար։ Մարգարը չհարցրեց ավելի։ Մայիսի սկզբին Մոնթե Մելքոնյանը սկսեց պլանավորել գործողությունը, որը կդառնար նրա վերջին։ Նա խոսեց Սեդայի հետ գիշերը, եւ թեև ոչ ոք չգիտի, թե ինչ ասաց, հարևանները լսեցին նրանց ձայները, հանգիստ, շատ հանգիստ։ Սա չէր վեճ, չէր լարված քննարկում։ Սա էր երկուսի միջև խոսակցությունը, ովքեր գիտեն, որ բառերը սպառվում են։ Հունիսի սկզբին Մոնթեն մեկնեց Մարզիլի ուղությամբ։ Նա համբուրեց Սեդային, բայց այդ համբույրը տարբեր էր սովորականից։ Սեդան զգաց դա։ Նա խանգարվեց։ Երբ կվերադառնաս։ Մոնթեն չպատասխանեց անմիջապես։ Նա նայեց նրան այնպիսի հայացքով, ինչպիսին Սեդան երբեք չէր տեսել։ Հետո նա ասաց. Շուտով։ Բայց այդ շուտովի մեջ չկար համոզվածություն։ Սեդան ուզում էր բռնել նրա ձեռքը, ասել. Մի գնա, բայց նա գիտեր, որ դա անիմաստ է։ Մոնթեն արդեն որոշել էր։ Նա միշտ որոշում էր, մինչև Սեդային խոսելը։ Եվ Սեդան հարգում էր այդ որոշումները, թեև դրանք ոչնչացնում էին նրան ներսից։ Հունիսի 12-րդ օրը Սեդան արթնացավ անհանգիստ զգացմամբ։ Նա չէր կարող բացատրել, բայց նա զգում էր, որ ինչ-որ բան սխալ է։ Նա փորձեց զբաղեցնել իրեն աշխատանքով, օգնում էր վիրավորներին, կազմակերպում սննդի բաշխումը, բայց նրա մտքերը շարժվում էին անընդհատ դեպի Մարզիլի, որտեղ Մոնթեն էր։ Երեկոյան, երբ լույսը սկսեց ընկնելու Մարտունու հորիզոնին, մեկը եկավ տուն։ Սեդան ճանաչեց նրան անմիջապես, մեկը Մոնթեի մտերիմներից։ Նրա դեմքը ասում էր ամեն ինչ, նախքան նա խոսեր։ Սեդան չի արտահայտել ոչ մի բառ։ Նա պարզապես կանգնեց եւ նայեց նրան, սպասելով։ Եվ երբ նա լսեց բառերը Մոնթեն, նա անմիջապես դադարեցրեց նրան։ Նա ասաց. Ես գիտեմ։ Նա գիտեր այդ առավոտից։ Նա գիտեր այն վայրկյանից, երբ անհանգիստ զգացողությունը սկսվեց։ Նա գիտեր, որ Մոնթեն չի վերադառնա։ Բայց լսելը խոսքերով էր ուրիշ բան։ Դա էր վերջը յուրաքանչյուր հույսի։ Վկաները պատմում են, որ Սեդան չլաց։ Նա նստեց խաղաղ, նայեց դեպի լուսամուտը, դեպի հորիզոնը, որտեղ Մարզիլին էր, եւ մնաց այդպես ժամեր։ Նրա դեմքը չարտահայտեց արտահայտություն։ Ոչ ցավ, ոչ կոտրված, ոչ վրդրված, ոչ վրային լուր, ընդունում։ Միայն լուր ընդունում։ Կարծես նա պատրաստվել էր այս պահին տարիներ շարունակ։ Կարծես յուրաքանչյուր օր, որ նա սպասել էր Մոնթեի վերադառնալը, նա պատրաստել էր իրեն այս պահի համար, երբ նա չէր վերադառնա։ Եվ այժմ, երբ այդ պահը եկավ, նա գիտեր, ինչպես տոկալ։ Բայց արդյոք տոկալը նշանակում է ապրել, կամ դա պարզապես շարունակել նշնչել, երբ սիրտը դադարել է զգալ։ Եվ ի՞նչն է նշանակում հավատարիմ մնալ հիշողությանը մարդու, ով գնաց այնպես, որ երբեք չկարողացար ասել հրաժեշտ։ Սեդա Մելքոնյանը երբեք չազատվեց այդ հարցերից։ Նա ապրում է դրանց հետ մինչև այսօր, տարիներ անց։ Նա երբեք չամուսնացավ կրկին, երբեք չփորձեց հեռանալ Մոնթեի հիշողությունից։ Նա դարձավ նրա պահապանը։ Ոչ թե թանգարանային իմաստով, այլ կենթանի իմաստով։ Նա պահպանում է նամակները, լուսանկարները, հիշողությունները։
Բայց ավելի քան դա, նա պահպանում է հարցը, որին արդեն պատասխան չկա։ Արդյոք արժեր սիրել մարդու, ով գիտեր, որ չի վերադառնա։ Եվ ինչն է ավելի դաժան՝ մահը, թե իմանալը, որ այդ մահը կարող էր խուսափել լինել։ Այս զեկույցը պահվում էր Մարտունու շտաբի փակ արխիվում։ Հունիսի 13-ին, օր անց Մոնթեի մահից, ինչ-որ մեկը մտավ արխիվ և վերցրեց այդ զեկույցը։ Այն երբեք չգտնվեց։ Վկաները պատմում են, որ արխիվի պահպանը տեսավ մարդուն, ով վերցրեց փաստաթուղթը, բայց երբ հարցրին, թե ով էր դա, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել»։ Ինչու՞։ Քանի որ դա մարդ էր, ով ուներ իրավունք մտնել ցանկացած վայր և վերցնել ցանկացած փաստաթուղթ, առանց բացատրության։ Այս զեկույցը պահվում էր Մարտունու շտաբի փակ արխիվում։ Հունիսի 13-ին, օր անց Մոնթեի մահից, ինչ-որ մեկը մտավ արխիվ և վերցրեց այդ զեկույցը։ Այն երբեք չգտնվեց։ Վկաները պատմում են, որ արխիվի պահպանը տեսավ մարդու, ով վերցրեց փաստաթուղթը, բայց երբ հարցրին, թե ով էր դա, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել»։ Ինչու՞։ Քանի որ դա մեկն էր, ով ուներ իրավունք մտնել ցանկացած վայր և վերցնել ցանկացած փաստաթուղթ, առանց բացատրության։ Բայց ավելի խորը փորելով, հայտնվում է, որ այս զեկույցը միակը չէր։ Մոնթեի անձնական պահարանում, որը գտնվում էր Երևանում, կային ևս փաստաթղթեր, նամակներ, որոնք նա գրել էր, բայց երբեք չէր ուղարկել։ Մեկ նամակ, որը պահպանվել է մասնակիորեն, ուղղված էր Սեդային։ Այն գրված էր 1993 թվականի մայիսի 28-ին, ճիշտ 2 շաբաթ նախքան Մոնթեի մահը։ Նամակի սկիզբը կարդում է այսպես. Այս նամակը, որը Սեդան գտավ միայն մի քանի տարի անց Մոնթեի մահից, բացահայտում է մի բան, ինչը շատերը չէին ուզում հավատալ։ Մոնթե Մելքոնյանը գիտեր, որ նա մահվան դատապարտված էր։ Ոչ թե որովհետև նա պարանոիկ էր, այլ որովհետև նա հաշվել էր շանսերը և հասկացել էր, որ յուրաքանչյուր գործողություն առաջնագծում նրան մոտեցնում էր դեպի վերջը։ Եվ այնուամենայնիվ, նա գնաց։ Նամակը չավարտվեց։ Մոնթեն կտրել էր այն կեսից։ Կարծես նա հասկացել էր, որ բառերը սպառվել են, կամ թերևս նա չէր կարողանում շարունակել, քանի որ ճշմարտությունը չափազանց ցավոտ էր գրելու համար։ Այս նամակը, որը Սեդան գտավ միայն մի քանի տարի անց Մոնթեի մահից, բացահայտում է մի բան, ինչը շատերը չէին ուզում հավատալ։ Մոնթե Մելքոնյանը գիտեր, որ նա մահվան դատապարտված էր։ Ոչ թե որովհետև նա էր պարանոիկ, այլ որովհետև նա հաշվել էր շանսերը և հասկացել էր, որ յուրաքանչյուր գործողություն առաջնագծում նրան մոտեցնում էր դեպի վերջը։ Եվ այնուամենայնիվ, նա գնաց։ Ինչու՞։ Քանի որ նա ընտրել էր լինել այն մարդը, ով գնում է առաջ, երբ ուրիշները կանգնում են։ Նա ընտրել էր լինել զոհը, որը պահանջվում է հաղթանակի համար։ Բայց արդյոք նա իրավունք ուներ այդ ընտրություն անել, երբ նրա կողքին կար կին, ով սիրում էր նրան։ Արդյոք նա խաբեց Սեդային, երբ ամուսնացավ նրա հետ, գիտենալով, որ նա կթողնի նրան առանձին։ Մոնթեի բժշկական տվյալները, որոնք պահվում են դեռևս փակ արխիվներում, ցույց են տալիս ավելին։ 1993 թվականի մարտին նրա կշիռը իջել էր 12 կիլոգրամով։ Նա քնում էր միջինը 3 ժամ գիշերը։ Նրա ճնշումը էր բարձր։ Նրա աչքերի տակ մթին շրջանակները ցույց էին տալիս ոչ միայն հոգնածություն, այլև ներքին բեկում։ Բայց նա չկանգնեցրեց։ Նա շարունակեց գործել այնպես, կարծես նրա մարմինը անթիվ էր, կարծես ցավը չէր գոյություն ունենալ։ Զինվորները նկատեցին փոփոխությունները։ Մեկը, ով մտերիմ էր Մոնթեի հետ, ասաց. «Ապրիլից հետո Մոնթեն դարձավ այլ մարդ։ Նա խոսում էր ավելի քիչ, գործում էր ավելի սուր, վճռական։ Կարծես նա հետընթաց հաշվարկ էր անում, կարծես նա գիտեր, որ ժամանակը սպառվում է»։ Բայց ամենաանհանգստացնող դեպքը տեղի ունեցավ մայիսի 12-ին։ Այդ օրը Մոնթեն կանգնած էր Մարտունու բարձրության վրա, նայելով դեպի հորիզոնը, որտեղ մարզի լիներ։ Մեկ ենթակա մոտեցավ նրան և հարցրեց. «Ո՞վ կարող էր լինել այդ մարդը։ Քաղաքական մրցակից, ով վախենում էր Մոնթեի ազդեցությունից, զինվորական հրամանատար, ով նախանձում էր Մոնթեի համբավին, կամ թերևս ադրբեջանական հետախուզության գործակից, ով ներթափանցել էր հայկական շտաբը։ Վկայությունները հակասական են, բայց բոլորը համաձայն են մեկ բանում. Մոնթե Մելքոնյանը վերջին օրերում գիտեր, որ նա դավաճանված է»։ Մոնթեն չդարձավ։ Նա պարզապես ասաց. «Քանի որ ես գիտեմ, որ այնտեղ է իմ վերջը»։ Ենթական չհասկացավ, թե ինչ նշանակում է դա, բայց 3 շաբաթ անց, երբ Մոնթե Մելքոնյանը զոհվեց Մարզիլիում, այդ բառերը դարձան ճակատագրական կանխազգուշացում։ Ինչն էր ստիպում Մոնթեին գնալ դեպի այն վայրը, որտեղ նա գիտեր, որ մահը սպասում է։ Արդյոք դա էր պարտքը հայրենիքի հանդեպ, թե դա էր հոգնածությունը ապրելուց մշտական վտանգի ստվերում։
Կամ թերևս դա էր հասկացումը, որ նրա մահը պետք է լիներ նշանակալից, որpիսի ուրիշները շարունակեին պայքարը։ 1993 թվականի հունիսի սկզբին Արցախի առաջնագծում սկսեց կատարվել մի բան, որը զինվորները անվանում էին «սև շարժումներ»։ Սա էր ծածկագիր, որը օգտագործում էր անվանելու գաղտնի գործողությունները, որոնք պլանավորվում էին ամենաբարձր մակարդակում և մասնակցում էին միայն ընտրյալները։ Մոնթե Մելքոնյանը գտնվում էր դրանց կենտրոնում։ Նա համակարգում էր տեղաշարժերը, որոնց նպատակն էր թուլացնել ադրբեջանական դիրքերը Մարզիլիում և հարևան գյուղերում։ Բայց այս գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն էր խիստ սահմանափակ։ Նույնիսկ ամենամտերիմ հրամանատարները չգիտեին բոլոր մանրամասները։ Ինչու այսքան գաղտնիություն։ Քանի որ կար մի խումբ, որը գիտեր ավելին, քան ուրիշները։ Այս խումբը բաղկացած էր ընդամենը 6 հոգուց։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ հատուկ դեր։ Նրանցից մեկը էր Մոնթեն։ Մյուսները զինվորական ռազմավարություն տիրապետող հրամանատարներ, որոնք գիտեին Արցախի բոլոր թունելները, բոլոր թաքնված ճանապարհները, բոլոր թույլ կետերը։ Այս 6 հոգին հանդիպում էին գիշերները ստորգետնյա հարկերում, որտեղ նրանք քննարկում էին պլաններ, որոնք չպետք է իմանար ոչ ոք։ Բայց հունիսի 3-ին այս խմբի մեջ ինչ-որ բան փոխվեց։ Մեկը բացակայեց հանդիպումից։ Երբ հարցրին, թե որտեղ է նա, պատասխանեցին, որ նա հիվանդ է, բայց 2 օր անց այդ մարդը տեսնվեց առողջ, քայլելով Ստեփանակերտի փողոցներում։ Ուրեմն նա չէր հիվանդ։ Նա պարզապես ընտրել էր չգալ։ Վկաները, ովքեր իմանում են այդ խմբի գոյության մասին, պատմում են, որ Մոնթեն անհանգստացավ այդ բացակայությունից։ Նա հարցրեց միայն մեկ անգամ. Ինչու նա չեկավ։ Պատասխանը եղավ անորոշ, անձնական պատճառներ։ Մոնթեն չշարունակեց հարցնել, բայց նրանից հետո նա դարձավ ավելի փակ։ Նա պահեց այդ խմբից հեռու առևտրային տեղեկատվությունը։ Կարծես նա սկսել էր կասկածել, որ խմբի մեջ կա մեկը, ում չի կարելի վստահել։ Ո՞վ էր այդ մարդը։ Եվ ինչու էր նա բացակայել այդ հանդիպումից։ Այս հարցերի պատասխանը դեռևս գտնվում է փակ արխիվներում, որոնք հայկական իշխանությունները չեն բացում, բայց այն, ինչ հայտնի է, բավարար է հասկանալու, որ Մոնթե Մելքոնյանը վերջին շաբաթներում ապրում էր մեկուսացման մեջ։ Նա այլևս չվստահում էր բոլորին։ Նա գիտեր, որ նրա շուրջը կան մարդիկ, ովքեր կարող են խաբել նրան։ Մոնթեի անձնական օրագիրը, որը գտնվեց նրա մահից հետո, պարունակում է մի տող, գրված հունիսի 8-ին։ Երբ դու գիտես, որ շրջապատում կա դավաճան, բայց չգիտես ով է նա, յուրաքանչյուր մարդ դառնում է կասկածելի։ Եվ դու սկսում ես կասկածել նույնիսկ քո ստվերին։ Այս բառերը ցույց են տալիս, որ Մոնթեն վերջին օրերում ապրում էր պարանոյայի մեջ։ Ոչ թե անհիմն պարանոյայի, այլ այն, որը հիմնված էր իրական վտանգի վրա։ Նա գիտեր, որ նրա շարժումները հետևում են։ Նա գիտեր, որ նրա պլանները արտահոսում են։ Եվ նա գիտեր, որ թշնամին ավելի մոտ է, քան նա կարող էր պատկերացնել։ Բայց ով էր այդ թշնամին։ Արդյոք դա էր ադրբեջանական հետախուզությունը, որը ուներ գործակիցներ հայկական կողմում։ Թե դա էր քաղաքական խումբը, որը ուզում էր հեռացնել Մոնթեին, քանի որ նա դարձել էր չափազանց ազդեցիկ։ Կամ թերևս դա էր ընդամենը մարդու նախանձը, ով չէր կարող տանել, որ Մոնթեն ստանում է ճանաչում եւ հարգանք։ Գաղտնի խումբը, որը հավաքվում էր գիշերները, սկսեց փլչվել։ Հունիսի 9 թվականին երկրորդ անդամը հեռացավ, ասելով, որ նա չի կարող շարունակել։ Հունիսի 13-ին երրորդը։ Մոնթեն մնաց գրեթե մենակ։ Վկաները պատմում են, որ նա ասաց. «Եթե բոլորը հեռանում են, ուրեմն ես պետք է առաջ գնամ մենակ»։ Բայց արդյոք սա էր քաջություն, թե դա էր ինքնասպանական որոշում։ Եվ ինչու այս խումբը փլչվեց հենց այն պահին, երբ Մոնթեն ամենաշատ պետք էր աջակցություն։ Արդյոք դա էր պատահական, թե պլանավորված։ Հունիսի 12-ին, մեկ օր նախքան Մոնթեի մահը, եղավ դեպք, որը շատերը փորձեցին թաքցնել։ Այդ օրը Մոնթեն հրավիրվեց հանդիպման Ստեփանակերտ, քաղաքական ղեկավարության հետ։ Նա գնաց հանդիպման առանց հսկողության, առանց իր սովորական զենքի, քանի որ դա էր արձանագրությունը։ Բայց երբ նա հասավ, հանդիպումը չստացվեց։ Պատճառաբանությունը եղավ անորոշ, ղեկավարությունը զբաղված է։ Մոնթեն սպասեց 3 ժամ։ Երբ ոչ թե ոք չներկայացավ, նա հեռացավ։ Բայց ավելի խորը փորելով, պարզվում է, որ այդ հանդիպումը երբեք չէր պլանավորվել։ Մեկը հեռախոսել էր Մոնթեին եւ ասել էր, որ պաշտոնական հրավերը եկել է, բայց երբ ստուգեցին, պարզվեց, որ այդպիսի հրավեր երբեք չէր արվել։ Ուրեմն ինչ որ մեկը խաբեց Մոնթեին, ստիպելով նրան գնալ դեպի վայր, որտեղ նա խոցելի կլիներ։ Վկաները պատմում են, որ երբ Մոնթեն վերադարձավ Մարտունի, նա անսովոր զայրացած էր։ Նա ասաց մտերիմ ընկերոջը. «Մեկը փորձում է ինձ սպանել,
Եվ դա ոչ թե ադրբեջանցիներն են։ Ընկերը հարցրեց. Ինչու են այդպես մտածում։ Մոնթեն պատասխանեց. Քանի որ թշնամին սպանում է առաջնագծում, բայց դավաճանը սպանում է հետևից։ Այս բառերը ցույց են տալիս, որ Մոնթեն հասկացել էր, նրանց սպանելու փորձը կատարվում է ներսից, ոչ թե թուրքական զինվորի կողմից առաջնագծում, այլ հայ մարդու կողմից, ով ուներ հասանելիություն Մոնթեի ժամանակացույցին, նրա շարժումներին, նրա պլաններին։ Ով կարող էր լինել այդ մարդը։ Քաղաքական մրցակիցը, ով վախենում էր Մոնթեի ազդեցությունից։ Զինվորական հրամանատարը, ով նախանձում էր Մոնթեի համբավին։ Կամ թերևս ադրբեջանական հետախուզության գործակիցը, ով ներթափանցել էր հայկական շտաբը։ Վկայությունները հակասական են, բայց բոլորը համաձայն են մեկ բանում։ Մոնթե Մելքոնյանը վերջին օրերում գիտեր, որ նա դավաճանված է։ Հունիսի 12-ի երեկոյան Մոնթեն նստեց Սեդայի հետ եւ խոսեց երկար։ Ոչ ոք չգիտի, թե ինչ ասաց նա, բայց հարևանները լսեցին նրանց ձայները, հանգիստ, հաստատուն։ Երբ Մոնթեն դուրս եկավ, նրա դեմքը եղավ պարզ, կարծես նա որոշել էր ինչ-որ բան։ Նա գնաց դեպի իր սենյակը, վերցրեց իր զենքը, ստուգեց փամփուշտները եւ մնաց լուռ։ Հաջորդ առավոտ, հունիսի 13-ին, նա մեկնեց դեպի Մարզիլի։ Նա գիտեր, որ դա կարող է լինել վերջին ճանապարհորդությունը, բայց նա գնաց։ Քանի որ նա ընտրել էր լինել այն մարդը, ով չվախենում է մահից, երբ դա անհրաժեշտ է հայրենիքի համար։ Բայց արդյոք դա էր քաջությունը, թե դա էր հոգնածությունը փախուստի փորձից։ Եվ ինչու ոչ ոք չկանգնեցրեց նրան, երբ բոլորը տեսնում էին, որ նա գնում է դեպի ինքնասպանություն։ Պատմում են, որ վերջին պահին մեկը փորձեց կանգնեցնել Մոնթեին։ Զինվորը, ով գիտեր Մարզիլիի դիրքերը, ասաց. «Հրամանատար, այնտեղ չափազանց վտանգավոր է այսօր, ադրբեջանցիները պատրաստված են դարանակալության»։ Մոնթեն նայեց նրան եւ ասաց. «Ես գիտեմ»։ Եվ նա գնաց։ Կարծես նա գիտեր, որ դարանակալությունը սպասում է, բայց գնաց այնուամենայնիվ։ Կարծես նա ընտրել էր դիմակայել մահվան ուղիղ եւ բաց, ոչ թե թաքնվելով թիկունքում։ Երբ նա սպանվեց Մարզիլիում, նրա մարմնի վրա գտան 15 կրակոցային վերք։ Բժիշկները, ովքեր զննեցին մարմինը, ասացին, որ 15 կրակոցները չեն կարող լինել պատահական։ Դա էր հարձակում, որը նախատեսված էր սպանելու համար, ոչ թե վնասելու։ Կարծես ինչ-որ մեկը համոզված լիներ, որ Մոնթեն պետք է մեռներ այդ օրը։ Ով էր այդ ինչ-որ մեկը։ Եվ ինչու էր այդքան կարևոր սպանել Մոնթե Մելքոնյանին հունիսի 13-ին։ Արդյոք դա էր, որովհետև նա գիտեր չափազանց շատ։ Կամ թերևս դա էր, որովհետև նրա արկայությունը խանգարում էր քաղաքական հաշվարկներին։ Պատասխանը թաքնված է փակ արխիվներում։ Բայց մի բան հստակ է. Մոնթե Մելքոնյանի մահից հետո մեկ մարդ ստացավ ամեն ինչ. իշխանությունը, համբավը, վերահսկողությունը։ Այդ մարդը դարձավ հերոս, Մոնթեի գործերի շնորհիվ։ Նա խոսեց Մոնթեի մասին հարգանքով, բայց երբեք չբացահայտեց, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այդ օրը Մարզիլիում։ Cui bono? Ում օգուտ էր։ Այս հարցը մնում է անպատասխան, բայց տնտեսական եւ քաղաքական հետքը ցույց է տալիս, որ Մոնթեի մահից հետո շատ բաներ փոխվեցին Արցախում։ Իշխանական կառույցները վերակազմակերպվեցին։ Հողը, որը Մոնթեն պաշտպանել էր, բաժանվեց նոր ղեկավարների միջև։ Եվ հարցը, թե ով մեղավոր է Մոնթեի մահի համար, դարձավ արգելափակված թեմա։ Արդյոք Մոնթե Մելքոնյանը զոհ էր քաղաքական խաղի, որտեղ նա դարձավ չափազանց վտանգավոր։ Եվ եթե այո, ապա ովքեր են այն մարդիկը, ովքեր պատասխանատու են նրա մահվան համար։ Արդյոք նրանք երբևէ կպատասխանեն, կամ նրանք կշարունակեն ապրել լռության եւ անպատժելիության մեջ, մինչդեռ Սեդա Մելքոնյանը շարունակում է սպասել արդարության, որը երբեք չի գալիս։ Հունիսի 12-ի գիշերը Մարտունիում մարդիկ խոսում էին շշուկներով։ Ինչ որ մեկը տեսել էր զինված խումբ, որը մտել էր քաղաքի ծայրամասում գտնվող լքված շենքը։ Ուրիշները լսել էին ավտոմեքենաների շարժիչների ձայները, անջատված լույսերով։ Բայց ամենադժվար պատմությունը եկավ վերջին պահուստազորից, ով պահպանում էր ճանապարհը դեպի Մարզիլի։ Նա ասաց, որ տեսել է փաստաթղթեր, փակցված սեղանին շտաբում, որտեղ նշված էր Մոնթեի անունը կարմիր մարկերով։ Երբ նա փորձեց մոտենալ կարդալու, հրամանատարը անմիջապես փակեց դռները։ Այդ զինվորը հարցրեց. «Ինչու»։ Պատասխանը եղավ կտրուկ. «Դա քո գործը չէ»։ Բայց հենց այդ գիշերը, երբ Մարտունին քնած էր անհանգիստ քնով, Սեդա Մելքոնյանը արթուն էր։ Նա նստած էր լուսամուտի մոտ, նայելով դեպի մթության մեջ ընկած փողոցները։ Մոնթեն դեռ չէր վերադարձել։ Սա երկրորդ գիշերն էր անընդմեջ։ Սեդան սովորել էր սպասել, բայց այս գիշերը տարբեր էր։ Օդում կար մի զգացողություն, որը նա չէր կարող անվանել, բայց որը սեղմում էր նրա կրծքավանդակը։
Կարծես անտեսանելի ձեռք սեղմում էր նրա սիրտը, զգուշացնելով, որ ինչ-որ բան մոտենում է։ Առավոտյան, երբ Մոնթեն վերադարձավ, նա տեսավ Սեդային, դեռ նստած լուսամուտի մոտ։ Նա մոտեցավ լուր, դիպչեց նրա ուսին։ Սեդան դարձավ եւ նայեց նրան այնպիսի հայացքով, որը Մոնթեն երբեք չէր տեսել նախկինում։ Դա չէր վախը, դա էր խնդրանքը, առանց բառերի։ Խնդրանք, որը ասում էր. «Մի գնա այսօր»։ Մոնթեն նստեց նրա կողքին։ Նրանք նստեցին լռության մեջ մի քանի րոպե, որոնք թվացին ժամեր։ Վերջապես Մոնթեն խոսեց. «Ես պետք է գնամ»։ Սեդան չպատասխանեց անմիջապես։ Նա գիտեր, որ վիճելը անիմաստ է։ Նա ապրել էր 2 տարի այս իմացությամբ, Մոնթեն երբեք չէր մնում, երբ պարտքը կանչում էր։ Բայց այսօր, այս պահին, նա զգաց, որ եթե նա թողնի նրան գնալ առանց խոսելու, նա երբեք ինքն իրեն չի ների։ «Ես գիտեմ, որ դու պետք է գնաս», ասաց Սեդան հանգիստ, «բայց արդյոք դու պետք է գնաս հենց այսօր։ Արդյոք չես կարող սպասել 1 օր ևս»։ Մոնթեն նայեց նրան, եւ Սեդան տեսավ նրա աչքերում այն, ինչը վախենում էր տեսնել՝ հաստատությունը։ Նա արդեն որոշել էր։ Եվ երբ Մոնթե Մելքոնյանը որոշում էր, ոչինչ չէր կարող փոխել նրա միտքը։ «Եթե ես չգնամ այսօր, ուրիշները կմնան անպաշտպան», ասաց նա։ «Ես չեմ կարող թույլ տալ դա»։ Սեդան ուզում էր ասել. «Իսկ ինչի մասին է ինձ համար»։ Բայց նա գիտեր, որ այդ հարցը անարդար էր։ Նա ամուսնացել էր Մոնթեի հետ գիտենալով, որ նա երբեք չի պատկանի միայն նրան։ Հայրենիքը միշտ կլիներ առաջին։ Եվ նա ընդունել էր դա, բայց ընդունելը չնշանակում է, որ ցավը պակաս է։ Նրանք նստեցին դեռ մի քանի րոպե, հետո Մոնթեն ուղղվեց, պատրաստվեց մեկնել։ Սեդան բռնեց նրա ձեռքը։ «Խոստացիր ինձ մի բան», ասաց նա։ «Ինչ»։ «Խոստացիր, որ դու կերքես վերադառնալու»։ Մոնթեն նայեց նրա աչքերի մեջ երկար։ Նա չէր կարող խոստանալ դա։ Նրանք երկուսն էլ գիտեին, որ պատերազմում խոստումները անիմաստ են, բայց նա ասաց այն, ինչը կարող էր ասել. «Ես կփորձեմ»։ Եվ դա բավարար էր, քանի որ երբ մարդ ապրում է մահվան շնչի տակ, նույնիսկ «ես կփորձեմը» հույսի փայլատակ է։ Մոնթեն մեկնեց առավոտյան ժամը 7-ին։ Սեդան կանգնեց դռան մոտ նայելով նրա հետևից, մինչև նա անհետացավ փոշոտ ճանապարհում։ Նա չգիտեր, որ դա վերջին անգամն է, երբ նա տեսնում է նրան կենդանի։ Վկաները պատմում են, որ երբ Մոնթեն հասավ առաջնագից, զինվորները զարմացած էին նրան տեսնելով։ Մեկը հարցրեց. «Ինչու եկաք այսօր»։ Հրամանատար։ Իրավիճակը շատ վտանգավոր է։ Մոնթեն պատասխանեց. «Հենց դրա համար եմ եկել»։ Նա ստուգեց զենքը, զննեց դիրքերը, խոսեց զինվորների հետ։ Յուրաքանչյուրին նա տվեց ցուցումներ, հստակ եւ կոնկրետ։ Կարծես նա գիտեր, որ սրանք վերջին հրահանգներն են, որ նա տալիս է։ Ժամը 12-ին Մոնթե Մելքոնյանը որոշեց անձամբ զննել դիրքերը Մարզիլիի մոտ։ Զինվորները խորհուրդ տվեցին չգնալ։ Նրանք ասացին. «Հրամանատար, դիտորդները զեկուցել են, որ ադրբեջանցիներն ձիներն ամրացրել են դիրքերը այնտեղ, չափազանց վտանգավոր է»։ Մոնթեն լսեց նրանց, բայց նա արդեն որոշել էր։ Նա ասաց. «Եթե ես չգնամ, ինչպես կիմանամ իրական իրավիճակը»։ Եվ նա գնաց։ Վերջին պահին մեկը փորձեց հետևել նրան։ Զինվորը ասաց. «Թույլ տվեք գամ ձեզ հետ»։ Մոնթեն ժխտեց։ Նա ասաց. «Մնա այստեղ, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք ես այստեղ»։ Զինվորը չկարողացավ հասկանալ այդ պահին, բայց հետո, երբ Մոնթեն չվերադարձավ, նա հասկացավ։ Մոնթեն գիտեր, որ նա գնում է դեպի մահ, եւ չուզեց, որ ուրիշները մեռնեն նրա հետ։ Արդյոք սա քաջությունն էր, թե սա փախուստն էր ապրելուց, որը դարձել էր անտանելի։ Եվ ինչու՞։ Ոչ ոք չկանգնեցրեց նրան, երբ բոլորը զգում էին, որ ինչ-որ սխալ բան է տեղի ունենալու այդ օրը։ Փաստաթղթերը, որոնք գտան Մարտունու, որ Մոնթեն պատրաստվում է մեկնել առաջնագից հաջորդ օրը։ Ո՞վ էր գրում այդ նամակները։ Եվ ում էր ուղարկում։ Հետաքննությունը, որը սկսվեց հունիսի 15-ին, տևեց ընդամենը 3 օր։ Հետո այն փակվեց։ Պաշտոնական բացատրությունը եղավ անբավարար ապացույցներ։ Բայց վկաները, ովքեր մասնակցում էին հետաքննությանը, պատմում են ուրիշ բան։ Նրանք ասում են, որ հետաքննությունը փակվեց, քանի որ այն սկսեց մոտենալ անուններին, որոնք չպետք է հրապարակային դառնային։ Անուններին մարդկանց, ովքեր ուժեղ էին։ Անուններին նրանց, ովքեր շահեցին Մոնթեի մահից։ Մեկ նամակ, որը գտնվեց առանձին ծրարում, պարունակում էր գումար՝ $5,000 ամերիկյան։ Դրա հետ կցված էր թերթիկ, որտեղ գրված էր առաջին վճարում, մնացածը, երբ աշխատանքը ավարտված լինի։ Ո՞վ էր վճարում։ Եվ ում համար էր այդ աշխատանքը։ Արդյոք աշխատանքը Մոնթե Մելքոնյանի սպանությունն էր։ Վկաները հիշում են, որ հունիսի 13-ի առավոտին, ժամեր առաջ Մոնթեի մահից, մեկը տեսավ անծանոթ մարդու։ Հեռախոսազրույցի ժամանակ Մարտունու կենտրոնական հրապարակում։ Այդ մարդը խոսում էր ռուսերեն։
Եվ թեև նա փորձում էր խոսել ցածր ձայնով, վկան լսեց մի քանի բառ. Մոնթե, Մարզիլի, այսօր։ Երբ մարդը ավարտեց զրույցը, նա շտապ հեռացավ։ Վկան փորձեց հետևել նրան, բայց կորցրեց նրան փողոցների խճճվածքում։ Հետո, երբ Մոնթեն սպանվեց, այդ վկան գնաց ոստիկանություն եւ պատմեց այն, ինչ տեսել էր։ Բայց ոստիկանները ասացին. դա անիմաստ տեղեկություն է, շատ մարդիկ խոսում են հեռախոսով։ Վկան պնդեց, որ այդ մարդը կասկածելի էր, բայց ոստիկանությունը չհետաքննեց։ Ինչու՞։ Արդյոք նրանք չէին ուզում գտնել ճշմարտությունը, թե նրանք արդեն գիտեին ճշմարտությունը եւ չէին ուզում, որ այն հրապարակային դառնա։ Եվ հենց այստեղ է, որ մենք հասնում ենք ամենադժվար հարցին։ Արդյոք Մոնթե Մելքոնյանի մահը պատահական էր, թե այն պլանավորված գործողություն էր, որը իրականացվեց այնպես հմտորեն, որ թվաց ռազմական աղետ։ Եվ եթե այն պլանավորված էր, ապա ով էր դրա ետևում։ Ֆինանսական գործարքները, որոնք տեղի ունեցան Մոնթեի մահից անմիջապես հետո, տալիս են մի հետք։ Հունիսի 15-ին, 2 օր Մոնթեի մահից հետո, մի մեծ գումար փոխանցվեց մի անհայտ հաշվին Թուրքիայում։ Գումարը 50,000 ամերիկյան դոլար։ Հաշիվը բացվել էր կեղծ անունով, եւ փողը դուրս է եկել 3 օրից։ Ով էր այդ հաշվի տերը եւ որտեղից եկավ այդ գումարը։ Մեկ պաշտոնյա, ով այն ժամանակ աշխատում էր Ստեփանակերտի ֆինանսական վարչությունում, համաձայնեց խոսել անանուն 10-ամյակներ անց։ Նա ասաց. Մոնթեի մահից հետո ինչ որ մեկը շատ հարուստ դարձավ։ Մենք տեսանք փողի հոսքը։ Բայց երբ փորձեցինք հետաքննել, մեզ ասացին դադարեցնել։ Մեզ սպառնացին, եւ մենք լռեցինք։ Ով սպառնաց նրանց։ Եվ ինչու այս տեղեկությունը երբեք չհասավ հրապարակայնության։ Քանի մարդ գիտեն ճշմարտությունը, բայց լռում են վախից կամ շահից։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ շահառուն դեռ ապրում է ազատությամբ, վայելելով փողը, որը վաստակվեց Մոնթե Մելքոնյանի կյանքի գնով։ Մոնթեի սպանության վայրում գտնվող զինվորները պատմում են, որ ադրբեջանցի դիպուկահարը, ով կրակել է, ուներ հատուկ վերապատրաստում։ Կրակոցները եղել են ճշգրիտ, բոլորը կենսական օրգանների վրա։ Դա չէր պատահական կրակոցների շարք, դա էր մասնագիտական սպանություն։ Բայց ընդհանրապես ադրբեջանցի դիպուկահարը գիտեր, թե ում է սպանում, թե նրան պարզապես ասել էին կրակիր այդ մարդու վրա։ Վկաները պատմում են նաև, որ Մոնթեն չէր կրում իր սովորական զրահաբաճկոն այդ օրը։ Ինչու։ Նա միշտ կրում էր զրահաբաճկոն, երբ գնում էր առաջնագից, բայց հունիսի 13-ին նա չկրեց։ Ով ասաց նրան, որ պետք չէ կրել։ Կամ թերևս ինչ որ մեկը թաքցրել է զրահաբաճկոնը, որպեսզի Մոնթեն ավելի խոցելի լինի։ Եվ վերջապես ամենակասկածելի փաստը։ Մոնթեի մարմինը փոխադրվեց հիվանդանոց, բայց բժիշկները, ովքեր ստուգեցին այն, ստիպված էին հեռանալ սենյակից անմիջապես վիզի բժիշկներից հետո։ Ինչու։ Ինչ տեսան նրանք, որը չպետք է տեսնեին։ Մեկ բժիշկ, ով այնուամենայնիվ նայեց, պատմեց տարիներ անց։ Կրակոցների անկյունները տարօրինակ էին։ Կարծես դիպուկահարը գտնվում էր այլ վայրից, քան մենք կարծում էինք։ Cui bono։ Ում օգուտ էր Մոնթե Մելքոնյանի մահը։ Քաղաքական մրցակիցներին, ովքեր վախենում էին նրա ազդեցությունից։ Զինվորական հրամանատարներին, ովքեր նախանձում էին նրա համբավին։ Օտար ուժերին, ովքեր ուզում էին թուլացնել հայկական դիրքերը։ Կամ թերևս բոլոր նրանցից միասին, միավորված մեկ նպատակում։ Պատասխանը դեռ թաղված է փակ արխիվներում, բայց հետքերը կան, եւ այդ հետքերը ցույց են տալիս, որ Մոնթե Մելքոնյանի մահը ավելին էր, քան պատերազմի ողբերգություն։ Դա էր հաշվարկված սպանություն, որը իրականացվեց այնպես հմտորեն, որ ճշմարտությունը հավիտյան թաղված մնաց։ Եվ Սեդա Մելքոնյանը, ով սպասում է արդարության 10-ամյակներ շարունակ, դեռ չի ստացել պատասխաններ։ Նա դեռ չգիտի, ով դավաճանեց նրա ամուսնուն։ Նա դեռ չգիտի, արդյոք այն մարդիկը, ովքեր պատասխանատու են, երբևէ կպատասխանեն։ Եվ նա դեռ ապրում է այն հարցի հետ, որը երբեք չի լռեցնի։ Արդյոք Մոնթեն կարող էր փրկվել, եթե ինչ-որ մեկը խոսեր ճշմարտությունը ժամանակին։ Վերջին ժամերը։ Հունիսի 13, 1993 թվական։ Ժամը 12-ից հետո Մոնթե Մելքոնյանը հեռացավ շտաբից, սևանալով դեպի Մարզիլիի դիրքերը։ Երկնքում արևը կախված էր անողորմ տակ, փոշին բարձրանում էր յուրաքանչյուր քայլից։ Նա քայլում էր հանգիստ, կարծես դա սովորական պարեկություն էր, բայց նրա աչքերը սկզբնադաս էին, նայում շրջապատին, յուրաքանչյուր ձայնի, յուրաքանչյուր շարժի հանդեպ։ Զինվորները, ովքեր հետևում էին նրան հեռվից, պատմում են, որ Մոնթեն կանգ առավ մի քանի անգամ, նայելով դեպի հորիզոնը։ Կարծես նա որոնում էր ինչ-որ բան, կամ թերևս նա գիտեր, որ ինչ-որ մեկը նայում է նրան տեսադիտակներով։
Նա շարունակեց քայլել։ Ժամը 1-ի սահմաններում նա հասավ վերջին դիտակետին։ Այստեղից հետո սկսվում էր վտանգավոր գոտին, որտեղ ադրբեջանցի դիպուկահարները ունեին ուղիղ տեսանելիություն։ Զինվորները խորհուրդ տվեցին չանցնել, բայց Մոնթեն ասաց. «Ես պետք է տեսնեմ ինքս։ Մնացեք այստեղ»։ Նա անցավ։ Փոքր բլրակ բարձրացավ տեսադաշտ ստանալու համար։ Եվ հենց այդ պահին եկավ կրակոցը։ Առաջին կրակոցը խփեց նրա կրծքավանդակում։ Նա տեղատվեց անմիջապես, բայց նա դեռ կենդանի էր։ Զինվորները վազեցին դեպի նրան, բայց նրանք հեռու էին։ Երկրորդ կրակոցը եկավ 3 վայրկյանից, հետո երրորդը եւ չորրորդը։ Յուրաքանչյուր կրակոց էր ճշգրիտ հաշվարկված սպանող։ Երբ զինվորները հասան նրան, Մոնթե Մելքոնյանը դեռ շնչում էր։ Նրա աչքերը բաց էին, նայում դեպի երկինքը։ Մեկ զինվոր փորձեց խոսել նրա հետ։ Հրամանատար, մենք այստեղ ենք։ Դուք կազատվեք։ Բայց Մոնթեն չպատասխանեց։ Նրա շնչառությունը դանդաղում էր։ Նրա աչքերը դադարեցին շարժվել։ Եվ հետո դադարեց ամեն ինչ։ Զինվորները փորձեցին տեղափոխել նրան հիվանդանոց, բայց նրանք գիտեին, որ շատ ուշ է։ Երբ նրանք հասան բժշկական կետ, բժիշկները հաստատեցին այն, ինչ բոլորը արդեն գիտեին. Մոնթե Մելքոնյանը մեռել էր։ Լուրը տարածվեց արագ։ Մարտունիում մարդիկ լսեցին եւ չէին կարող հավատալ։ Մոնթե Մելքոնյանը, մարդը, ով թվում էր անմահ, ով վերապրել էր ցանց մարտերը, ով խուսափել էր մահից անհամար անգամներ, այժմ մեռել էր։ Սեդա Մելքոնյանը լսեց լուրը երեկոյան։ Նա նստած էր տանը, սպասելով ինչպես միշտ։ Երբ ինչ-որ մեկը մտավ եւ ասաց բառերը, նա չբղավեց, նա չլաց։ Նա պարզապես նստեց լուռ, նայելով դեպի լուսամուտը, որտեղ առավոտյան տեսել էր Մոնթեին վերջին անգամ։ Տարիներ անց Սեդան կասի. «Ես գիտեի այդ առավոտից։ Երբ նա համբուրեց ինձ, ես զգացի, որ դա վերջինն էր։ Բայց ես չէի կարող ասել՝ մի գնա։ Քանի որ եթե ես ասեի, նա կմնար։ Եվ եթե նա մնար իմ պատճառով, նա երբեք ինքն իրեն չէր ների։ Ուստի ես թողեցի նրան գնալ։ Քանի որ սիրել նշանակում է տալ ազատություն, նույնիսկ երբ այդ ազատությունը տանում է դեպի մահ»։ Մոնթեի հուարկավորության օրը եկավ ամբողջ Հայաստանը։ Հազարավոր մարդիկ, ովքեր երբեք չէին տեսել նրան, եկան հարգանք տուրք մատուցելու։ Զինվորներ լաց էին լինում բաց ձայնով։ Հրամանատարներ կանգնում էին լուռ, նրանց դեմքերը քարացած։ Բայց Սեդան չլաց։ Նա կանգնում էր գլխի մոտ, նրա ձեռքը դիպչում էր փակ դագաղին եւ նա լռում էր։ Մարդիկ փսփսում էին. ինչպես են այդքան ուժեղ։ Բայց նրանք չէին հասկանում։ Սեդան չէր ուժեղ, նա պարզապես սպառված էր։ Նա լացել էր բոլոր արտասուքները 2 տարվա ընթացքում, ամեն գիշեր, երբ Մոնթեն չէր վերադառնում։ Նա պատրաստվել էր այս պահին տարիներ շարունակ, եւ երբ այն վերջապես եկավ, նրա մեջ ավելի արտասուքներ չմնացին։ Մոնթեի դագաղը իջեցնելիս հողի մեջ Սեդան վերջապես շարժվեց։ Նա ծնկի եկավ, դիպչեց հողին եւ պարզապես ասաց. «Շնորհակալ եմ։ Շնորհակալ 2 տարվա համար, երբ նրանք կարողացան լինել միասին։ Շնորհակալ այն պահերի համար, երբ Մոնթեն թույլ տվեց իրեն լինել մարդ, ոչ թե զինվոր։ Շնորհակալ սիրո համար, որը տևեց կարճ, բայց էր ավելի ինտենսիվ, քան ամբողջ կյանքը»։ Եվ հետո նա ելավ, շուռ եկավ եւ հեռացավ։ Նա չնայեց ետ, քանի որ եթե նա նայեր, նա կտեսներ գերեզմանը, որը այժմ նրա ամենամեծ վախն էր դարձել։ Տեղը, որտեղ Մոնթեն մնաց, իսկ նա պետք է շարունակեր ապրել։ Մոնթե Մելքոնյանի մահից հետո տասնամյակներ անցան, բայց հարցերը չէին անհետացել։ Նրա ընտանիքը, նրա եղբայրը Մարգարը, նրա մայրը Սերինան եւ նրա կինը Սեդան շարունակեցին ապրել նրա հիշատակի ստվերում։ Սերինան մեռավ, երբեք չիմանալով ամբողջ ճշմարտությունը։ Մարգարը գրեց գիրք, որը դարձավ Մոնթեի կյանքի վկայությունը, բայց նույնիսկ այնտեղ շատ հարցեր մնացին անպատասխան։ Եվ Սեդան մնաց այն կինը, ով սիրեց Մոնթեին եւ կորցրեց նրան, բայց երբեք չթողեց նրա հիշատակը մոռացվել։ Նա երբեք չամուսնացավ կրկին։ Երբ մարդիկ հարցնում էին ինչու, նա պատասխանում էր պարզ. «Քանի որ ես արդեն ամուսնացած եմ։ Մահը չի կարող խզել երդումը, որը ես տվեցի»։ Նա ապրեց Հայաստանում, աշխատեց լեզվաբանության ոլորտում, դաստիարակեց Մոնթեի հիշատակը իր գործերով։ Բայց յուրաքանչյուր տարի, հունիսի 13-ին, նա այցելում էր Երաբլուրի զինվորական պանթեոնը, որտեղ Մոնթեն թաղված է, եւ նստում էր այնտեղ ժամեր շարունակ լռությամբ։ Մարդիկ տեսնում էին նրան եւ հարգում էին նրա սուգը, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ էր անցնում նրա սրտում այդ ժամերին։ Դավաճանները, եթե նրանք գոյություն ունեին, երբեք չկանգնեցին դատի առաջ։ Այն մարդիկը, ովքեր շահեցին Մոնթեի մահից, շարունակեցին ապրել իրենց կյանքերը, ազատ եւ անպատիժ։
Ոմանք դարձան հարուստ, ոմանք հզոր։ Նրանք կառուցեցին տներ, ունեցան ընտանիքներ, վայելեցին դրախտ, որը վաստակվեց ուրիշների արյունով։ Եվ Սեդան տեսնում էր նրանց երբեմն փողոցներում, իշխանական միջոցառումներում, հեռուստատեսությամբ, բայց նա լռում էր։ Քանի որ նա գիտեր, որ իրավիճակության մեջ, որտեղ ուժեղները միշտ հաղթում են, Խոսելը կարող է սպանել նրան նույնպես։ բայց լռությունը չնշանակում է մոռացություն։ Լռությունը երբեմն ավելի հզոր է, քան բառերը։ Եվ Սեդա Մելքոնյանի լռությունը դարձավ մեղադրանք, որը հետապնդում է այն մարդկանց, ովքեր գիտեն ճշմարտությունը, բայց ընտրել են թաքցնել այն։ Արցախը, որի համար Մոնթեն մարտնչեց եւ մեռավ, դարձավ անկախ։ Տարիներ շարունակ այն ապրեց իր սեփական կյանքով, որպես ինքնահռչակ հանրապետություն։ Բայց 1999 թվականի պատերազմից հետո 1020 թվականին, 2020 թվական, եկավ նոր պատերազմ, որը տևեց 8 շաբաթ, 44 օր, եւ ավարտվեց Արցախի պարտությամբ։ Հայերը ստիպված էին հեռանալ տների, որոնց համար Մոնթեն զոհվել էր։ Եվ երբ մարդիկ հարցրին, արդյոք արժեր, նրանք հիշեցին Մոնթե Մելքոնյանին եւ ասացին. նա մարտնչեց ոչ թե հողի համար, նա մարտնչեց իդեայի համար, եւ իդեան երբեք չի մեռնում, նույնիսկ եթե հողը կորչի։ Սեդան տեսավ Արցախի անկումը, եւ դա էր երկրորդ մահը, որը նա ապրեց։ Նա ասաց. Մոնթեն տվեց ամեն ինչ այդ հողի համար։ եւ մենք կորցրինք այն։ Բայց նա չմարտնչեց պարզապես հողի համար։ Նա մարտնչեց այն իդեայի համար, որ հայերը պետք է պաշտպանեն իրենց իրավունքները։ Եվ այդ իդեան դեռ ապրում է։ Բայց չնայած այս խոսքերին, յուրաքանչյուր ով նայում է Սեդա Մելքոնյանի աչքերին, տեսնում է ցավը, որը երբեք չի բուժվի։ Նա կորցրեց ամուսնուն։ Նա կորցրեց երկիրը, որի համար նա զոհեց իր երջանկությունը։ Եվ նա դեռ չի ստացել պատասխաններ հարցերին, որոնք հետապնդում են նրան տասնամյակներ։ Ով դավաճանեց Մոնթեին։ Արդյոք նրա մահը կարող է խուսափված լինել։ Եվ արդյոք արդարությունը երբևէ կգա նրա։ Արդյոք արժե սիրել, երբ դու գիտես, որ դու կկորցնես։ Արդյոք արժե մարտնչել, երբ դու գիտես, որ դու կմեռնես։ Եվ արդյոք արժե ապրել, երբ այն, ինչի համար դու ապրել ես, արդեն չկա։ Սեդա Մելքոնյանը շարունակում է ապրել այս հարցերի հետ։ Նա շարունակում է պահպանել Մոնթեի հիշատակը։ Եվ նա շարունակում է սպասել օրվա, երբ ճշմարտությունը վերջապես կբացահայտվի։ Բայց կգա արդյոք այդ օրը։ Կան արդյոք մարդիկ, ովքեր դեռ գիտեն ճշմարտությունը եւ որոշեն խոսել։ Թե ճշմարտությունը մնալու է թաղված հավերժորեն, փակ արխիվներում եւ վախեցած սրտերում։ Երում։ Եվ միայն մի բան կարող ենք ասել համոզմամբ։ Քանի դեռ կա մեկը, Սեդա Մելքոնյանի նման, ով հիշում է, ով սիրում է, ով չի հրաժարվում հարցերից, Մոնթե Մելքոնյանի պատմությունը չի մեռնի։ Եվ թերևս հենց դա է ամենահզոր վրեժխնդրությունը նրանց դեմ, ովքեր կարծում էին, որ նրանք կարող են սպանել մարդուն եւ ոչնչացնել նրա գաղափարը։ Քանի որ գաղափարները, ինչպես սերը, անմահ են։ Եվ Մոնթեն, թեև մեռավ 30 տարեկանում, ապրում է հավերժորեն սրտերում նրանց, Ովքեր հիշում են նրան։ Բայց գլխավոր հարցը մնում է. ով իրականում քաշեց պատմության ձկոցը։ եւ պատասխանը դեռևս թաղված է փոշու տակ այդ նույն արխիվներում, որոնք երբեք չեն բացվի։